Պարոն Ուլուբաբյան, այսօր դուք ինչ ուղերձով եք այստեղ եւ որը պիտի լինի այսօր հայ ժողովրդի միասնական պահանջը։ Նախ հայ ժողովուրդը պիտի միասնական լինի, առաջին խնդիրը դա պիտի լինի։ Այսօր մենք միասնական չենք, բազմաթիվ կուսակցություններով, աղանդներով, չգիտեմ, խմբավորումներով տարանջատված եւ այս ապիկար իշխանությունների դեմ չեն կարողանում որևէ լուրջ քայլ կատարել, որ ասենք բոլորը ուզում են վարչապետը հրաժարական տա, բայց առանձին են ուզում եւ չեն կարողանում բավարար քանակի մարդ հավաքեն, որ կարողանան պահանջեն։ Իսկ ինչ մնում Սումգայիթի ցեղասպանության վերաբերյալ 35 տարուց ավել այդ գործով զբաղվում եմ եւ անընդհատ նշում, որ այս գործը պետք է դիտվի միջազգային դատարանում, Հաագայի դատարանում, Հայաստանը 93 թվականին ստորագրել է ցեղասպանության կոնվենցիան, բայց երեկվա արտգործնախարարության հայտարարությունից հասկացա, որ նրանք երևի թե կոնվենցիայից տեղյակ չեն, որ նման կոնվենցիա կա ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու համար կոնվենցիա կա, որ ընդունվել է 48 թվականի դեկտեմբերի 9-ին եւ այնտեղ հստակ բաներ կա գրված, որ այսօր ըստ երևույթին չեն հասկանում։ Երեկվա այդ հայտարարությանը ես 3 դիտողություն եմ արել, ես հիմա կարող եմ կրկնել դա, որովհետեւ տարբեր միջազգային ատյաններում հայկական կողմից, թե Արցախից, թե Հայաստանից ելույթներ են ունենում, շարունակում են տգիտություն դրսևորել Արցախում կատարվածի, Արցախում այս 23 թվականի շրջափակման պահը գնահատում որպես էթնիկ զտում տեղ չի եղել, դա ցեղասպանություն էր, էթնիկ զտում կարելի էր օգտագործել Սումգայիթի, Բաքվի այդ ցեղասպանությունների ժամանակ, որ ընտրել են հայերի հասցեները, անուն ազգան ընտանիքների տեղերը, բնակարանների հասցեները վերցնելով գնացել կոտորել են, այնտեղ կային ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, կարելի էր այդ տերմինը օգտագործել, բայց միևնույն է, մենք պետք է գնահատականը լինի գենոցիդը, ցեղասպանությունը, եւ այսօրվա դրությամբ, եթե մենք գիտենք, որ այնտեղ ցեղասպանություն ա եղել, պետք է այդ էթնիկական զտումից հրաժարվենք, ասենք, որ իրականացվել է Սումգայիթում, Բաքվում ցեղասպանություն, եւ կոնվենցիան պահանջում է, եթե կատարվել է ցեղասպանություն, ոչ թե միայն ամեն տարի գալ զոհվածների հիշատակը նշել, այլ նաև դիմել միջազգային դատարան, եթե կատարվել է, գիտենք ցեղասպանություն, ոչ թե համաշխարհային հանրությանը տեղեկացնենք, 15 թվականի կոտորածի վերաբերյալ տարբեր պետություններ ճանաչել են եւ գնալով պիտի շատանա, եթե դեմը չառնեն այս իշխանությունները, բայց իմաստը որն է դրա, եթե կոնվենցիան պահանջում է միջազգային դատարան տալ, եթե կատարվել է, բայց եթե նշաններ կան, տվյալներ կան, որ կարող է նորից կրկնվի ցեղասպանությունը, երեկվա արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում էր, որ մենք պետք է կանխենք նման բաների կրկնությունը։ Ոնց պիտի կանխենք նման բաների կրկնությունը, եթե ցեղասպանության կոնվենցիայից գաղափար չունեք եւ չգիտեք, որ այնտեղ 9-րդ հոդված կա, որտեղ ասում է, եթե նշաններ կան, որ պիտի կրկնվի, պիտի դիմեք մի էլի միջազգային դատարան, ՄԱԿ-ի համապատասխան իրավապահ մարմիններին եւ դրա համար հիմքեր կան, տվյալներ կան, չէ՞ որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով Իլհամ Ալիևի եւ այս ընդհանրապես 30 տարուց ավել անընդհատ նշում են Արևմտյան Ադրբեջան են անվանում Հայաստանը, դա նշանակում է էլի Արցախի նման Սումգայիթի, պիտի կոտորելով գրավեն այս տարի։ Ես 91 թվականին եմ հոդված գրել, որ Արցախ Ադրբեջանի ախորժակը մեծ է, Ղարաբաղով չեն բավարարվելու։ Այն ժամանակ գրել եմ, նրանք ծրագիր ունեն Ղարաբաղ, Զանգեզուր եւ այլն, այդ մեծ թուրան ստեղծելն է։ Այդ մեծ թուրան ստեղծելու ճանապարհին է, որ մեզ կոտորում են։ Եվ պայմանը 3 պայման է, կամ իրանց հետ համակերպում ենք մահմեդականություն ընդունելով, լեզուն ընդունելով, իրանց հետ հավասար ապրում իրենց տարածքով, իրանց հետ համաձայնվելով, կամ պիտի արտաքսեն կամ բռնագաղթեն հայերը դուրս մղեն մեր բնական պատմական տարածքից, կամ էլ եթե դիմադրում ենք, պիտի կոտորեն։
Այս երեք պայմանը, այդպեսի պայմանների իմացության դեպքում երբեք Բաքվի կամ Թուրքիայի ղեկավարի հետ բանակցությունների չեն գնա։ Պետք է ամբողջ մեր էներգիա, մեր թե իշխանությունների, թե մտավորականության հոգսը լինի հայության միաբանությունը, միայն միաբանությամբ կարող ենք պայքարել դիմադրել այդ վայրենիների հարձակումներին, այդ վայրագություններին։ Ցեղասպանությունները շարունակվելու են, եթե մենք դրա դեմը չառնենք, այս իմացությամբ, եթե կատարվել է դիմում ենք միջազգային դատարան, բայց դա պետական մակարդակով պետք է արվի, կամ գոնե պաշտոնական մարդիկ, որ եթե իշխանություններն չեն ներկայացնում, այլ մարդու իրավունքի պաշտպանա, բանա, միջազգային ատյաններում ելույթներ են ունում, էլի էթնիկական զտում, հերիք է այդ գիտությունը ամենտեղ կրկնեք, ցեղասպանությունը եղել, պիտի եթե այնտեղ համարում եք բան պիտի ասեք, որ ցեղասպանություն է իրականացվում եւ հայերը խնդիր ունեն ընդհանրապես ինքնորոշում այդ ինքնորոշման հարցում էլ կա Հայաստանում հայ ժողովրդի մեջ կա 4 կարծիք կամ ցանկություն կա Ռուսաստանի կազմում լինել կամ Ադրբեջանի կազմում լինել կամ անկախ լինել կամ էլ միացումը իրականացնել ինչի համար 88 թվականից սկսել ենք պայքարը եւ այդ 4 տարբերակներից միակ ճիշտը Արցախահայության ինքնորոշման իրավունքը իրականացնելն է, որով պիտի միացում կատարի, միացումը պիտի իրականացնենք եւ այդ ինքնորոշման վերաբերյալ ՄԱԿ-ը այն նախկինում եղած բաներից իրավունքների օրենքներից բացի նոր կոնվենցիա է ընդունվել 2007 թվականին կոնվենցիա է ընդունվել բնիկ ժողովուրդների իրավունքների մասին եւ այդտեղ մի հոդված կա երրորդ հոդվածը ասում բնիկ ժողովուրդների իրավունք ունեն քաղաքական սոցիալական տնտեսական ինքնորոշում իրենք շակատագիրը որոշեն մենք պիտի այդ դրա հիման վրա Արցախի հայության իրավունքները պաշտպանենք եւ դրա համար հարկավոր է մի հատ նոր 88 թվականի շարժման նման մի նոր շարժում սկսենք ազատագրական պայքար թե Արցախի թե Հայաստանի ազատագրման այսօրվա դրությամբ